Ադամի հետ առաջին հանդիպումը ինձ համար ամենատպավորիչն էր եւ ես հիշում եմ նրա հայացքը, երբ նա լույս աշխարհ եկավ 1996 թվականի օգոստոսի 19-ին, նա շատ խոր իմաստ, մեծին հատուկ հայացքով նայում էր։ Ինձ համար առաջին անգամ ցրվեց այն միֆը, որ երեխաները չեն տեսնում, նորածինները ավելի շուտ չեն տեսնում։ Նա շատ ուշադիր զննում էր ինձ, եւ եթե կարելի էր դա ինչ-որ մի ձևով բնութագրել, կարելի էր ասել, որ հիացմունքով էր նայում ինձ։ Շատ կայտառ, շատ ճարպիկ, շատ խելացի երեխա էր Ադամը։ Ինչպես նման էր շատ երեխաների, իրեն տարեկից երեխաներին, նաև տարբերվում էր, որ այդ աշխուժության հետ, ճարպկության հետ մեկտեղ լսում էր մեր խոսքը միշտ, ծնողների խոսքը, երբեք չէր հակաճառում, երբեք անհամ չարություններ չէր անում։ Չեմ հիշում այդպիսի դեպք, որ այնքան զայրացած լինեմ, որ չկարողանամ ինձ տիրապետել։ Եվ հոր խոսքներ հաշվի առնում, եւ իմ, նաև հետագայում եղբոր խոսքներ իր համար շատ կարևոր։ Ճարպիկ էր եւ շատ պլաստիկ էր երեխա ժամանակ։ Սիրում էր խաղալ սպորտային խաղեր, ուներ իր սիրելի խաղալիքները, փափուկ խաղալիքներով էր ավելի վաղ տարիքում սիրում խաղալ եւ մի տեսակ հայրական հոգատարություն ուներ այդ խաղալիքների հանդեպ։ Հետաքրքիր էր շատ ավելի մեծ տարիքում մեքենաներով խաղալ, նույնիսկ քանդել մեքենաները, տեսնել մեջը ինչ կա, նորից հավաքել։ Գնաց գեղարվեստական մարմնամարզության մի շրջան, այնուհետև լողի եղբայրը եւ ինքը։ Դրանից հետո մի շրջան մոտ 2 տարի Ադամը եւ եղբայրը հաճախեցին գեղասահքի։ Իդեպ նա շատ գեղեցիկ սահում էր, բայց չէր սիրում խոսել դրա մասին, ինչպես որ շատ համեստորեն էր արտահայտվում, շատ համեստորեն էր վերաբերվում ինքը իր գիտելիքների, իր իմացածի հանդեպ։ Բավականին լավ տիրապետում էր անգլերեն, ռուսերեն լեզվին, ուներ իր նախընտրած առարկաները, որոնք շատ սիրով սիրում էր, ուսումնասիրում էր, սովորում էր, մնացած դեպքերում ուղղակի սովորում էր, պարզապես որ դրական գնահատական ստանա, ընդամենը այնպես չէր, որ փայլուն էր սովորում բոլոր առարկաներից, բայց ինքը շատ պրակտիկ մարդ էր, իդեպ ասեմ։ Մի փոքր ավելի մեծ տարիքում գնաց արևելյան մարտարվեստների, այսպես ասած, դպրոց, վերջին տարիներին սկսեց զբաղվել բռնցքամարտով։ Հասցնում էր եւ պարապմունքներին հաճախել եւ ընկերների հետ հանդիպել, կռվարար չէր, բայց երբեք մի կողմ չէր քաշվի, եթե հանկարծ իր ընկերներից որևէ մեկը կոնֆլիկտի մեջ էր։ Երբեմն մասնակցում էր բակային կռիվներին եւ լիդերին հատուկ իր բնավորությամբ հարթում էր դրանք։ Ֆիլմեր է դիտում ու ամեն օր էր նայում։ Գլադիատոր, Գերակը, 300 սպարտանցիները, մեր պատմական ֆիլմեր էր նայում, Ձիվյատե ռոտը ռուսերեն ասում, դա էր նայում։ Իսկ վերջում արդեն ոնց որ ամեն օր մի քանի ամիս նայում էր Տրոյան։ Բոլորի մեջ հերոս կա։ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի երկրորդ կուրսում էր սովորում, երբ զորակոչվեց բանակ։ Ինքը 6 ամիս պետքա ուչեբկա գնար։ Բայց դե ինքը ասաց չեմ գնա ես։ Դե ասենք օրենքն է այդպես, քեր որ այդպես ինստիտուտում սովորում են, պետքա գնան 6 ամիս այդտեղ ծառայեն, հետո սերժանտ են ստանում, ասես չէ, ես չեմ գնա այդտեղ։ Դե արդեն գնում են բանակ, այնտեղ վիճական հանություն կան, դա 3 տեղեր, մեկը ծնողազուրկ, տղաներն էին, դից օգտվում, այն մյուսը, որ բուհերում սովորում են, դա ինքը հենց այդտեղից պետք է վերցներ այդ թուղթը, իսկ երրորդն էլ ինքը գիտեր, երրորդը շատ է Արցախ էլի, Ղարաբաղ։ Հենց ինքը երրորդից վերցրեց։ Հենց ընկավ Արցախ։ Այնտեղից էլ Ջաբրայիլ, հետո մի քանի ամիս հետո տենց իմացանք, որ իրան տարել են Մարտունե 2, այնտեղ մեկ ամիս մնացել է, տենց ինչ որ սովորել է ու իրան սերժանտ տվեց։ Սկզբից դիքեր է բարձացել,
Հետո տեղափոխել էին, կանացին նորակոչիկները որ գան, ինքը սովորացնի տենց, բայց դե հրաժարվել էր ու նորից բարձրացել էր դիրքեր։ Գրեթե 2 ամիս Ադամը ընտանիքի անդամներին չի ասել իր այս որոշման մասին։ Այդ մասին իմացել են հանկարծակի։ Ես իմացա իր զորացրված ընկերներից մեկից, ես չգիտեի պատերազմի մասին։ Ես չէի պատկերացնում, որ կարող էր այդ մոտակա ժամանակներում լիներ պատերազմ, բայց նույնիսկ դա էլ բավական էր, որ ինձ մոտ անհանգստություն առաջանար եւ երբ որ խոսեցի Ադամի հետ, իմացանք, որ ինքը դիրքեր է բարձրանում եւ այդ դիրքի ավակն է, դիրքի հրամանատարը եւ սերժանտը, խնդրեցի, որ զգուշ լինի եւ անկեղծ ասեմ, ասացի, որ ինչու ընտրեցիր այդ ճանապարհը, Ադամ, չէ՞ որ շատերը նույնիսկ չգիտեմ, ինչ ճանապարհներով ցանկանում են ավելի փափուկ ծառայություն անցնեն, զորամասում անցնեն ծառայությունը, ավելի հանգիստ լինի, ավելի ապահով լինի իրենց ծառայությունը։ Գիտեք, մի քանի բառով ընդհանրապես պատասխանեց, բայց արդեն ամեն ինչ պարզ էր, որ ես ինքը այնքան հասուն, այնքան գիտակից, այնքան խելացի պատասխան տվեց, որ այն ինչ որ ես անում եմ, շատ ճիշտ է։ Թող որ ես գնամ իմ ճանապարհով։ Դիրքում ջոկի հրամանատարն էր։ Դիրքեր էին բարձրացել ապրիլի 1-ին։ Ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը։ Սկզբից շատ երևի ինչքան զինանոցում ունեն ռակետ կրակել են հենց Ադամի դիրքի վրա, Լերեթեփի բարձունք այդ 112 դիրքի վրա։ Կենտրոնացած է եղել Ադամի դիրքի վրա, որ դադարում արդեն այդ բոմբերը, իրանք այնտեղ իմացել են, որ այնտեղ էլ իր մարդ չկա արդեն, այնքան են կրակել, որ կամ եթե մեկն ու մեկն էլ լներ, կարող է հետ նահանջած լինեն։ Բայց իրանք մտածել են, որ արդեն մարդ չկա այնտեղ ու այդ իրանք հատուկ ջոկատները հարցակվում են, հարուրներով այտենց։ Դե Ադամենք անցնում են պաշտպանության շրջանաձև, այդպես է կոչվում, ու դիմավորում են այդ սերիկաներին։ Դե այդպես անդադ հարցակվում են, անդադ դրանց ոչնչացնում են, սատկացնում են, ու տենց մոտ 5 ժամ, մի քիչ էլ ավել։ Տղաները չեն ենթարկվում նահանջի հրամանին եւ 7 հոգանոց խմբով կարողանում են դիմակայել հարյուրավոր հատուկ ջոկատայիններին։ Պատերազմից հասկացողներ, թե ինչա կատարվել Լելեթեփի բարձունքի 112 մարտակեն դիրքում շատ թեժ է եղել, անգնահատել, անսահման։ Եթե կես ժամ հետո անցնեին, այդ 5 ժամը ինչ կարողանային պահեն, կորուստը կլներ անդառնալի։ 112 դիրքում Ադամի հետ միասին 7 հոգով են եղել։ Օգնական եղել է Կարեն Ներսիսյանը, սերժանտ, Բագրատ Ալեքսանյանը, Տիգրան Բերակչյանը, Բորիս Օզմանյանը, Ժորա Եսայանը եւ Անդրանիկ Գրիգորյանը։ 7-ն էլ հերոսացել են։ Ապրիլյան պատերազմից հետո այս 10 տարիների ընթացքում շատ փոքրիկներ անվանակոչվեցին ի պատիվ Ադամի։ Մեր ընտանիքում ծնվեց իմ թոռնիկը Ադամը, որը անվանակոչվեց իր հորեղբոր պատվին Ադամ։ Անկեղծ ասեմ, եւ հուզմունք, եւ հպարտություն, եւ անսահման սեր։ Նա դեռ փոքր է, 5 տարեկան։ Մենք աշխատում ենք շատ չխոսել հորեղբոր մասին, որպեսզի երեխայը հոգեբանության վրա գուցե ճիշտ ձևով մատուցենք, շատ չազդի կամ ճիշտ ազդի, դիպուկ ազդի, ժամանակին ազդի այդ ամենը, բայց նա այնքան բան գիտի իր հորեղբոր մասին, նույնիսկ մեր այդ կծկտուր խոսակցություններից, նա այնքան հպարտ է։ Ես գիտեք, երբեմն հարցնում են, ասում են նմանություն գտնում եք, պարտադիր չի, որ նման լինի, թող ինքը իրեն նման լինի, թող ունենա իր նախասիրությունները, թող ունենա երջանիկ, այսպես գեղեցիկ արժանապատիվ կյանք մեր երկրում։ Եվ արժանապատիվ բառը եւս մեկ անգամ կրկնեմ, արժանապատվորեն կրի իր հորեղբոր անունը։ Իմ հոպարը ինքը պարքարել է մեր թշնամիների դեմ, Ադամի հերոսությունը շատ լավ էր պատգամել զինվորներին։ Ինքը միշտ պատի է բերում զինվորին։ Ինքը հրացանով ստեղ կրակում է, այս գծերը կրակոտն է։ Հետո այս միս աչքը փոքր է, որտեղ փակել է։
որ այս մի աչքով ուշադրություն դարձնի այս նշանին։ Երկու աչք որ լինի, չի կարելի նշաններին նայի։ Հերոս Ադամի տանկն է, բայց ինչ որ տենց ինքը հրացանով է պարքայել, բայց ես տանկ եմ ուզացել իր փոխարեն նկարը։ Ադամի սխրանքը մեծ կարևորություն ունեցավ եւ այսօր նա ոգեշնչման աղբյուր է շատերի համար։ Շատերը նույնիսկ անձամբ չճանաչելով սիրում են նրան եւ համարում իրենց հերոսը։ Հավանաբար ինքը այդ իր կարճ կյանքի ընթացքում շատ ավելի բան հասցրեց անել, քան շատ մարդիկ, որ ապրում են մինչև խորը ծերություն։ Եվ այդպիսին էր Ադամը՝ բարի, գեղեցիկ, բարձրահասակ, ազնվական կեցվածքով։